Սիրելի հեռուստադիտողներ, հաղորդման առաջին հատվածն է եթերում եւ այսօր խոսելու ենք թոքերի առողջության մասին։ Ինչու ենք հիշում նոյեմբեր ամսին հատկապես թոքերի առողջության վերաբերող այս թեմաները, քանի որ նոյեմբերին նշվում է թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Ինչևէ, շատերս երբ լսում ենք թոքաբորբի մասին, դեռ կան այդ սխալ պատկերացումները եւ վախերը, հատկապես COVID-ից հետո, եւ այսօրվա մեր հաղորդման նպատակը նաեւ լինելու է այն, թե ունենանք ճիշտ պատկերացումներ, թե ինչ է իրենց ներկայացնում թոքաբորբը, ինչպես այն կարելի է տարբերակել մրսածությունից եւ ինչ անել, որպեսզի այն առավել վտանգավոր չդառնա։ Այս եւ այլ շատ կարևոր հարցերի շուրջ այսօր կզրուցենք ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի կազմում գործող թոքաբանության ազգային կլինիկայի ցիտոբժշկական կենտրոնի թոքաբան, ինչպես նաեւ Մղթար Երացու անվան բժշկական համալսարանի թոքաբանության ամբիոնի դասախոս Արփինե Չոբանյանի հետ։ Բարև ձեզ բժշկուհի։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար եւ առաջին հարցը սկսենք ամենասկզբից։ Ինչ է թոքաբորբը, ինչից է այն առաջանում եւ որոնք են առաջացման հիմնական պատճառները կամ պատճառը։ Շնորհակալություն հրավերի համար եւ շնորհակալ եմ թոքային պաթոլոգիաներին եւս ուշադրություն դարձնելու համար, քանի որ մեր իրականությունում դա այդքան էլ օգտագործվող եւ շեշտվող թեմաներ չեն։ Ամեն դեպքում կարծում եմ թոքաբորբերը ծանոթ են բոլորին եւ թոքաբորբերը սահմանվում են որպես ինֆեկցիոն բնույթի հիվանդություններ, որոնք ընդգրկում են թոքային հյուսվածքի կառուցվածքային միավոր ալվեոլները, որոնք հանդիսանում են գազափոխանակություն իրականացնող հիմնական մասը։ Ուստի երբ այստեղ առաջանում է բորբոքում, որը պայմանավորված է բակտերիաներով, վիրուսներով, հազվադեպ նաև սնկերով եւ շատ հազվադեպ պարազիտներով, այս իրավիճակը կոչվում է արդեն թոքաբորբ։ Շատ լավ, այ բժշկուհի, շատ հաճախ լսում ենք թոքաբորբ բառը։ Բայց արդյոք նույն հիվանդության մասին է խոսքը բոլոր դեպքերում, երբ այն անվանակոչում ենք թոքաբորբ։ Շատ լավ հարց է, քանի որ մենք ունենք որոշակի տերմինոլոգիայի հետ շփոթմունք, գոյություն ունի նաև այսպես կոչված ինտերստիցիալ թոքաբորբերը, որոնք շատ տարբերվում են սովորական ինֆեկցիոն թոքաբորբերից։ Այս հիվանդությունների խումբը կարող է լինել բազմաթիվ պատճառների հետևանքով առաջացած, եւ այս հիվանդությունների թե պրոգնոզը, թե առաջացման պատճառը, թե կլինիկան, թե բուժումը տարբերվում է ինֆեկցիոն թոքաբորբերից։ Այդ իսկ պատճառով մի փոքր առանձնացնում ենք այս ինտերստիցիալ հիվանդությունները եւ կոչում ենք այն պնևմոնիտ։ Որոշակի տարբերություն միանշանակ կա ինֆեկցիոն թոքաբորբերի հետ։ Ընթացքի տարբերությունները շատ ակնհայտ են։ Այո, որովհետև թոքաբորբը դա սուր պրոցես է, այսինքն հիվանդությունը սկսվում է սուր եւ հիմնականում սուր էլ ավարտվում է, այսպես ասած, այսինքն հիվանդանում է պացիենտը եւ լավանում է։ Ինտերստիցիալ հիվանդությունների պարագայում, այդ պնևմոնիտների պարագայում շատ հաճախ ընթացքը շատ դանդաղ, ալիքաձև եւ հիմնականում դրանք անընդմեջ պրոգրեսիվող հիվանդություններ են, որոնք շատ հաճախ կարող են բերել նաեւ ինվալիդիզացիայի, շնչառական անբավարարության առաջացման քրոնիկ եւ երբեմն նաեւ լետալ ելքի։ Խոսենք մի փոքր նաեւ COVID-ի տարիներից մնացած վախերի մասին։ Այ COVID-ի տարիներին թոքաբորբը կարծում եմ շատ համատարած վախի պատճառ էր, ու հասկանալի է, բնականաբար ինչու, բայց ահա արդեն իսկ 5 տարի անց արդյոք թոքաբորբը ունի այն նույն վտանգը, ինչ պանդեմիայի տարիները, թե առավելապես կարելի ասել առավել քիչ սուր ընթացք է հիմա։ Երևի այստեղ ամենահանգամանական նշանը նա է, որ վիրուսը փոխել է իր կառուցվածքը, փոխել է իր որոշակի հատկանիշներ եւ դրա հետևանքով ներկայումս այն ընթանում է, կարելի է ասել այսպես, որպես սովորական ռեսպիրատոր վարակ սեզոնային։ Լինում են իհարկե դեպքեր, երբ COVID ինֆեկցիան շարունակում է բարդանալ թոքաբորբերով, բայց դա կախված է ոչ միայն հարուցչի ենթատեսակից, այլ նաեւ տվյալ անհատի քրոնիկ հիվանդություններից, նրա թոքային հյուսվածքի սկզբանե առողջական վիճակից, ռիսկի խմբում գտնվելու հանգամանքից եւս։ Այ ունենք հեռուստադիտողից հարց, որը ցանկանում եմ հնչեցնել։ Հարցը հետեւյալն է. Թոքաբորբով կարելի է վարակվել, թե այն միշտ զարգանում է սեփական օրգանիզմի ներսում, որպես օրինակ գրիպից կամ այլ խնդրից հետո բարդություն։ Թոքաբորբով վարակվել հնարավոր չէ, ինչու, որովհետև թոքաբորբը դա այսպես ասած օրգանիզմի պատասխանն է այդ հարուցչի հետ հանդիպմանը, եւ եթե որպես ամենատարածված պատճառ վերցնենք պնևմակոկը, մեկ անհատի մոտ պնևմակոկի հետ հանդիպումը կարող է բերել ծանր թոքաբորբի առաջացման, երկրորդ անհատի մոտ դա կարող լինի արտահիվանդանոցային, այսինքն ամբուլատոր բուժում պահանջում, եւ երրորդի մոտ ուղղակի վերին շնչառական ուղիների ինֆեկցիոն պրոցես։ Թոքաբորբով վարակվել հնարավոր չէ, բայց մարդ կարող է վերցնել
բռնել կոպիտ ասած, հա, այդ վարակը այլ անհատից, բայց թե պրոգնոզ անել, թե ինչ ձևով կընթանա այդ վարակը վարակված երկրորդ անձի մոտ, մի քանի հանգամանքից դա կախված է եւ միանշանակ ասել, որ վարակվել թոքաբորբ ոչ այդպես չի լինում։ Շատ լավ։ Մի փոքր խոսենք նաև ախտանշանների մասին եւ առաջին նշանների մասին, որոնք են թոքաբորբի այն առաջին նշանները, որոնցով կարող ենք տարբերակել կամ գոնե կասկածել, որ կարող է լինել թոքաբորբ։ Ցավոք սրտի սպეციფიկ, այսինքն խիստ բնորոշ թոքաբորբին, որ մեզ ուղղություն տա, որ սա միանշանակ թոքաբորբ է, այդպիսի ախտանիշներ չունենք։ Բայց թոքաբորբին բնորոշ ախտանիշները հետևյալն են։ Առաջին հերթին դա հազն է, որը կարող է լինել եւ չոր, եւ պրոդուկտիվ։ Երկրորդ ամենահաճախ հանդիպող սիմպտոմը դա բնականաբար ջերմության բարձրացումն է, քանի որ process-ը ինֆեկցիոն է, ընդ որում չկա որևէ խիստ կրիտերիաներ թվերի վերաբերյալ, հա։ Ջերմությունը կարող է լինել եւ սուբֆեբրիլ եւ բարձր արժեքներ ունենալ, եւ երրորդ, այսպես ասած, խումբը ախտանիշների դա ընդհանուր ինտոքսիկացիայի հետ պայմանավորված ախտանիշներն են։ Թուլությունը, ախորժակի բացակայությունը, սրտխառնոցը եւ կախված դեպքից, այսինքն կախված նրանից, թե ինչ տարածվածություն ունի process-ը, ընդգրկված են երկու կողմից թոքերը, անհատ ունի որոշակի քրոնիկ հիվանդություններ, ծխող է թե ոչ, կարող է առաջանալ շնչառական անբավարարություն, այսինքն հեվոց, օդի պակասի զգացողություն, դժվարացած շնչառություն եւ նաեւ եթե ընդգրկում է պլևրան, թոքերը ծածկող թերթիկը, կարող է լինել նաեւ ցավ կրծքավանդակում։ Այս ախտանիշները եթե կան եւ բուժառուն ունի սիմպտոմատիկ բուժում, հա, շատ հաճախ կարծում եմ այդպես է լինում, եւ սիմպտոմատիկ բուժման ֆոնին որևէ դրական դինամիկա նա չի նկատում առաջին հերթին իր ինքնազգացողության առումով, ապա այս դեպքում արդեն կարելի է կասկածել թոքաբորբը։ Բժշկուհի հաջորդ հարցս հետեւյալն է, կապված ինքնաբուժության հետ։ Կարծում եմ շատ տարածված մի իրավիճակ, որին որ շատ եք հանդիպում, շատերին թվում է, թե օրինակ սա մրսածություն է, ես ինքս կբուժեմ, հետո հանդիպում ենք մի լուրջ բարդության եւ արդեն իսկ լուրջ խնդրով, չգիտեմ, այնտեղ բարդացած թոքաբորբով եւ այլն։ Ինչպես հասկանալ եւ երբ է անհրաժեշտ այդ դիմել բժիշկ մասնագետին, որպեսզի խուսափել այս բարդություններից եւ որն է ձեր խորհուրդը, իհարկե, որպեսզի ինքնաբուժությունով չզբաղվեն։ Երևի այս պարագայում կառանձնացնեմ երկու մեծ կարևոր հանգամանք։ Առաջինը թե ով է հիվանդը։ Եթե անհատը երիտասարդ է, ունի որևէ քրոնիկ հիվանդություն, ունի սիմպտոմներ, ինչպես վերը նշեցինք, որոնք բնորոշ են թոքաբորբին, առաջին 3 օրը մենք կարող ենք իրականացնել սիմպտոմատիկ բուժում եւ հետեւել բնականաբար։ Եթե ունենք վիճակի վատ թարացում, սիմպտոմները կայուն են, բուժմանը չեն արձագանքում, ավելի հեշտ հիմնականում պացիենտները անցալում են ջերմության չենթարկվելը դեղորայքային բուժմանը, հա, եթե պարացետամոլը բուժառուն խմում է, բայց մի քանի ժամ հետո բարձրանում է ջերմությունը, այս պարագայում շատ հաճախ նրանք ինքներն արդեն կասկածում են թոքաբորբ։ Առաջին խումբը դա կառանձնացնեմ հիվանդի տարիքը եւ ընդհանուր իր օրգանիզմի վիճակը, եւ երկրորդ հանգամանքը, որը կուզեի շեշտել, դա ինչ հարուցիչ ունենք մենք։ Եթե խոսքը գնում է բակտերիալ թոքաբորբերի մասին, ապա ինչ բուժում էլ մենք իրականացնենք առանց թիրախային դեղորայքի, այսինքն առանց հակաբիոտիկների, այո։ Այս պարագայում մենք չենք ունենալու լավացում եւ հիմնականում 3-րդ, 5-րդ օրը արդեն վիճակը վատանալու է։ Կարծում եմ երկու հիմնական հանգամանքը դա է՝ ուշադրություն դարձնել հիվանդի մակրոօրգանիզմի վիճակին եւ ինչ արձագանք կա իրականացվող սիմպտոմատիկ բուժմանը։ Շատ լավ։ Մի փոքր խոսենք նաև հետազոտությունների միջոցով, ինչպես է ախտորոշում։ Թոքաբորբը, եթե մենք նայենք սահմանումը, ապա այն ռենտգեն դիագնոզ է, այսինքն առանց ճառագայթային ախտորոշման մեթոդների մենք ուղղակի կարող ենք ենթադրել, որ այստեղ թոքաբորբ կա։ Վստահ ասել երբեմն հնարավոր չի լինում։ Իհարկե բժիշկը ֆանենդասկոպով թոքերը լսելիս կարող է լսել որոշակի ձայներ, այսպես ասած, որը որ վկայում է թոքաբորբի մասին, բայց ինչ-ինչ պատճառներով այդ ձայները կարող են բացակայել։ Օրինակ, եթե բուժառուն ճարպակալում ունի կամ շատ թույլ սիրտանոթային համակարգ, կամ թոքաբորբը արդեն բավականին խորացված ստադիայում է, եթե կարելի է այսպես ձևակերպել, այս պարագայում բժիշկը կարող է ուղղակի թուլացած վեզիկուլյար շնչառություն լսել եւ այդ սպეციფიկ ձայնը կրեպիտացիան չլինի ուղղակի։ Այդ պատճառով ուղղորդում ենք անպայման ճառագայթային հետազոտության, առնվազն ռենտգենի մասին է խոսքը 2 դիրքով, երբեմն կարելի է նաև միանգամից համակարգչային շերտագրություն իրականացնել։ Հաստատելուց հետո արդեն ասում եք բուժման տակտիկա։ Այո։ Շատ լավ։ Նաև կցանկանայի խոսենք մի փոքր, երբ հնարավոր կլինի բուժել թոքաբորբը տնային պայմաններում եւ երբ է անհրաժեշտ հոսպիտալացում։ Նույնպես սա կարծում եմ ինչ որ մի կերպ անգամ կապված է ինքնաբուժության հետ, բայց եւ տարանջատումը պետք է լինի կարծում եմ հստակ։
Այո, շատ ճիշտ եք, մենք ունենք հստակ ուղեցույցներում ունենք հստակ սանդղակներ, որոնք մեզ թույլ են տալու կողմնորոշվել իրավիճակում հենց հիվանդի կողքին գտնվելու առանց ռենտգենի, առանց լաբորատոր հետազոտությունների։ Այդ սանդղակներից ամենահեշտը մտապահելու դա CRB 65-ն է, որտեղ յուրաքանչյուր տառ ունի իր նշանակությունը եւ մենք ուշադրություն ենք դարձնում գիտակցության առկայությանը, մթագնում կա թե ոչ, շնչառական շարժումների հաճախականությանը 1 րոպեում եւ ճնշման թվերին։ 65-ը տարիքն է։ Եթե 65-ից բարձր է տարիքը, դա արդեն մեզ տալիս է մի բալ եւ մյուս կրիտերիաներից եւս մեկի առկայությունը արդեն ցանկանում է, որ հուշում է, որ հիվանդը ավելի լավ կլինի, որ հոսպիտալացվի։ Հակառակ պարագայում, եթե կա ընդամենը 1 դրական պատասխան եւ տարիքը փոքր է 65-ից, հնարավոր է իրականացնել ամբուլատոր պայմաններում բուժումը։ Ինչպես է թոքաբորբը այսօր բուժվում։ Արդյոք վերջին տարիների հետ համեմատած այսօր բուժման տակտիկան եւ ընթացքը փոխվել է։ Կարծում եմ դուք էլ կփաստեք, որ հակաբիոտիկների չափից շատ կիրառումը որոշակի ազդեցություն բնականաբար ունենում է ցանկացած ինֆեկցիոն պրոցեսի վրա։ Ընդհանուր առմամբ շատ բան չի փոխվել, ուղղակի պետք է հաշվի առնել անտիբիոտիկա զգայունությունը բակտերիայի։ Ընդհանուր առմամբ մենք ոչ բոլոր դեպքերում ենք ման գալիս կոնկրետ փնտրում կոնկրետ բակտերիային եւ բուժում ենք ամենահավանական, այո, լայն սպեկտրի անտիբիոտիկներով ամենահավանական հարուցիչներին։ Այս պարագայում էլի ունենք հստակ ուղեցույցային մոտեցում, որը որ խախտելը ցանկալի չէ։ Եթե խոսքը վերաբերվում է վիրուսային թոքաբորբերին, ապա այստեղ հակաբիոտիկները ազդելու թիրախ չունեն եւ բուժումը իրականացվում է կամ սիմպտոմատիկ, եթե իհարկե ծանր է թոքաբորբը ընթանում կան ուղեկցող հիվանդություններ կամ արդեն շնչառական անբավարարություն, երբեմն կարող է անհրաժեշտ լինել նաեւ հորմոն թերապիա։ Շատ լավ։ Ինչպիսի բարդություններ առաջ կարող ենք կանգնել, եթե ժամանակին ճիշտ եւ adekvat բուժում եւ մոտեցում չլինի թոքաբորբին։ Բարդությունները շատ են, ցավոք սրտի, քանի որ թոքաբորբը դա ոչ միայն իզոլացված process է թոքերում, ի վերջո այն այդ շրջանառող արյունը, որը որ ցիտոկիններով, այդ բորբոքային միջնորդանյութերով հարուստ է, շրջանառում է ամբողջ օրգանիզմում, եւ եթե խոսենք այսպես բարդությունների մասին, կարող ենք առանձնացնել բունթոքային բարդություններ եւ ընդհանուր օրգանիզմի կողմից առաջացող բարդություններ։ Այստեղ ամենասենց զարհուրելին կուզեմ նշել սեպսիսը, որը ինֆեկցիայի տարածումն է արյան միջոցով, կուզեմ նշել շնչառական անբավարարությունը, որը երբեմն շատ հաճախ պահանջում է թթվածնի լրացուցիչ մատակարարում, եւ կուզեմ նշել նաեւ երևի թե պլևրայում հեղուկի կուտակումը, թոքերում ջուր հավաքված, այսպես ասածը, որի բարդությունը կանում է նրանում, որ այդ ջուրը սեղմելով թոքը, այդ թվում նաեւ երբեմն նաեւ առողջ թոքը, կարող է բերել շնչառական մակերեսի կտրուկ նվազման, որը արդեն կբերի էլի շնչառական անբավարարության։ Այդ թոքաբորբից հետո բժշկուհի շատ բուժառումներ գանգատվում են հոգնածությունից, դժվարաշնչությունից, հազի երկարատև առկայությունից, արդյոք սրանք կարելի է համարել նորմա, թե ինչ որ մի պահի անհրաժեշտ է կրկնակի հետազոտության եւ բժշկի նորից դիմելու անհրաժեշտություն է առաջանում։ Սա երևի իմ ամենասիրած հարցերից մեկն է, որովհետև իսկապես բուժառուներին շատ հաճախ է դա անհանգստացնում։ Կուզեմ հատկապես շեշտել հազի հանգամանքը։ Հազի առկայությամբ մենք շատ հաճախ չենք կողմնորոշվում թոքաբորբը բուժվեց թե ոչ, որովհետև դա պայմանավորված է ռեցեպտորների գրգռվածության, սխալ ասեցի, ռեցեպտորների դրդվածության աստիճանով, եւ եթե ունենք օրինակ բրոնխների հիպերռեակտիվություն կոչվածը, որը գերզգայուն բրոնխներն են, այս պարագայում հազը կարող է պահպանվել բավականին երկար, խոսքը գնում է մինչև 1-2 ամիս։ 2 ամսից ավել արդեն հազը կոչվում է քրոնիկ հազ եւ այստեղ անպայման պետք է վերագնահատել իրավիճակը։ Մյուս ախտանիշները, որ դուք նշեցիք, թուլություն, նախորժակի բացակայություն, դրանք եւս ունեն իրենց բացատրումը, քանի որ թոքաբորբի ընթացքում բազմաթիվ ցիտոկինային բորբոքային process-ներ են կասկադային մեխանիզմով, ապա բորբոքումը տեղային կոպիտ ասած վերացնելուց հետո երբեմն այդ ախտանիշները շարունակում են որոշակի դրսևորում գտնել, քանի որ բորբոքային միջնորդանյութերը դեռ շարունակում են շրջանառել։ Դա կարելի ասել ինչ որ չափով նորմայի տարբերակ է, եթե 1-2 ամսից ավել չի տևում այս ամենը։ Շատ լավ։ Ինչ խորհուրդ կտաք այն բուժառուներին, ովքեր այ լավացման process-ում են, ինչ անեն, որպեսզի արագանա լավացման, վերականգնման ընթացքը։
Ցավոք սրտի այստեղ էլ չունենք որևէ սպეციფիկ խիստ ցուցված մոտեցում։ Խորհուրդները շատ պարզ են, առաջին հերթին դա adekvat հիդրատացիան է։ Եթե չունենք որոշակի հակացուցումներ սիրտ-անոթային համակարգի կողմից երիկամային ֆունկցիայի տեսանկյունից, adekvat հիդրատացիան կազմում է այդ վերականգնման process-ի հիմքը, քանի որ բուժառուն Իսկ ինչքան է կազմում adekvat հիդրատացիայի քանակը։ Adekvat հիդրատացիան մեծահասակների համար հիմնականում հաշվում ենք կիլոգրամները բազմապատկած 30 մլ-ով, այս թիվը օրական ընդունելի ցանկալի քանակն է։ Եթե իհարկե բուժառուն շատ հեռու էր այդ թվերից, ապա կտրուկ ավելացնել իհարկե պետք չէ, բայց քանի որ հիվանդը հեվոցի, ջերմության բարձրացման ժամանակ երբեմն խորխի հետ մեծ քանակությամբ հեղուկ է կորցնում, ցանկալի այդ հեղուկը լրացնել ինչքան հնարավոր է adekvat, հա։ Երկրորդ կարևոր խորհուրդը վերաբերվում է առողջ սննդակարգին։ Այստեղ եւս, քանի որ բորբոքման process է, ունենք սպիտակուցային կատաբոլիզմ, բուժառուները եւ հատկապես եթե ընթացել է process-ը պրոդուկտիվ հազով, խորխի կորստով, ապա բուժառուները շատ հաճախ կորցնում են մեծ քանակությամբ ալբումին, սպիտակուց, որը որ անհրաժեշտ է դրսից լրացնել։ Հաջորդը դա նորմալ քանակի adekvat քնի ռեժիմը կազմակերպելն է եւ ֆիզիկական ակտիվություն երբեմն կարող է այնքան էլ կիրառելի չի ֆիզիկական ակտիվությունը, բայց լրիվ պասիվությունը եւս երբեք չի խրախուսվում այս պարագայում, որովհետեւ ցանկացած ֆիզիկական ակտիվություն, դա կարող է լինել նաեւ զբոսանքը ուղղակի, բերում է թոքային վենտիլյացիայի լավացման, այսինքն մենք գիտենք, որ կա մնացորդային ծավալ, որը միշտ մնում է թոքերում։ Վենտիլյացիան նպաստում է այդ օդի թարմացմանը, հա, մաքուր օդ է գալիս, այսպես ասած, իսկ մեր թոքերը շատ են սիրում մաքուր օդ, դրա համար զբոսանքը որպես մինիմում խրախուսվում է այս պարագայում։ Շատ լավ, եւ վերջում խնդրեի, որպեսզի ձեր խորհուրդը եւ ուղերձը մեր հեռուստադիտողներին լիներ, հիմնականում կարծում եմ պետք է կապված լինի, որպեսզի հաղթահարեն վախերը եւ կարծում են կամ մտածում են, որ կա թոքաբորբի նշված ախտանշաններից որից էլ մեկը։ Քանի որ կարծում եմ միշտ կանխարգելումը կամ ժամանակին բժշկի դիմելը ավելի հեշտ եւ արագ կարող է նրանց հասցնել բուժման եւ լավացման։ Միանշանակ համաձայն եմ ձեր հետ, կանխարգելումը ամենահեշտ իրականացվող process-ն է։ Մենք ունենք վակցինացիաներ պնևմակոկի դեմ, գրիպի դեմ, որոնք կարող են շատ մարդկանց մոտ նվազեցնել ռիսկը հիվանդացության, հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր գտնվում են ռիսկի խմբում որոշակի կրիտերիաներով տարիք, ծխելու հանգամանք, քրոնիկ հիվանդություններ, եւ եթե իհարկե պրոֆիլակտիկայի օղակը բաց ենք թողել կամ իրականացվել է, բայց հիվանդությունը զարգացել է, այստեղ կուզեմ բոլորին ուրախացնել, որ սա այն եզակի թոքային հիվանդություններից է, թոքաբորբը, որ սուր ընթացք ունի, այսինքն հիվանդանում, լավանում են։ Իհարկե լինում են դեպքեր, երբ process-ը բարդանում է, լինում են դեպքեր լետալ ելքի, բայց որպես կանոն այն շատ լավ ենթարկվում է բուժման, եթե իհարկե ժամանակին են դիմում բժշկի։ Եվ կուզեմ եւս մեկ անգամ, գիտեմ, որ այդ թեման շատ է արծարծվում, բայց հակաբիոտիկների անհիմն կիրառումը մեզ հետագայում կարող է կանգնեցնել շատ լուրջ փաստերի առաջ, այո, խնդրի առաջ, դրա համար պետք է կիրառել հակաբիոտիկները միայն ըստ ցուցման։ Անչափ շնորհակալություն շատ ինֆորմատիվ եւ կարեւոր զրույցի համար բժշկուհի։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, կարծում եմ շատերիս համար պարզ դարձավ, որ թոքաբորբը հիվանդություն է, որը որ կարելի է հաղթահարել ժամանակին եւ ճիշտ մոտեցման պարագայում։ Հիշեք, որ թոքերը մեր կյանքի շարժիչ ուժն են եւ նրանց մասին եւ թոքերի առողջության մասին հոգ տանելը չպետք է լինի միայն վախից դրդված։ Հիշեցնեմ, որ այսօրվա մեր հյուրն էր Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի կազմում գործող Թոքաբանության ազգային կլինիկայի ցիտոբժշկական կենտրոնի թոքաբան, ինչպես նաև Երևանի Մխիթար Երացու անվան բժշկական համալսարանի Թոքաբանության ամբիոնի դասախոս Արփինե Չոբանյանը։ Իսկ այժմ շարունակում ենք հաղորդումը տեղափոխվելով խորհուրդ մասնագետից էջ, այս հատվածի մեր հովանավորն է Dermedic դերմակոսմետիկ միջոցները։